Թաթարստանի մայրաքաղաքում BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է վարել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ շուտով երկու երկրների միջև կստորագրվի համապարփակ ռազմավարական գործընկերության մասին միջպետական մեծ պայմանագիր։ Իրանի ղեկավար Մասուդ Փեզեշքյանն էլ իր խոսքում նշել է ռուս-իրանական հարաբերությունների զարգացումը տնտեսական, քաղաքական եւ մշակութային ոլորտներում, նաեւ ընդգծել է BRICS-ի շրջանակում համապարփակ եւ կառուցողական փոխգործակցության կուրսը շարունակելու անհրաժեշտությունը։ Ըստ Փեզեշքյանի դա օգնում է հաղթահարել պատժամիջոցների ճնշման բացասական հետևանքները։ Ռուսաստանի եւ Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրման ժամկետը նրա խոսքով շուտով կորոշվի։ Կողմերը քննարկել են նաեւ իրադրությունը Լիբանանում, Սիրիայում եւ Հարավային Կովկասում։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ եթե Իսրայելը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, Թեհրանի պատասխանը կործանարար կլինի։ Մեզ չեն անհանգստացնում միջուկային օբյեկտների վրա սիոնիստների հարձակումները, քանի որ մեր պաշտպանությունն ի վիճակի է կասեցնել ցանկացած թշնամական թիրախ, ասել է նա։ Նախորդին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Հացերիմ ավիաբազայում օդաչուների եւ մյուս զինծառայողների հետ հանդիպմանն ասել էր, որ այն բանից հետո, երբ Իսրայելը հարվածի Իրանին, բոլորը կհասկանան, թե ինչպես եւ ինչի համար են երկրի ռազմական օդուժի զինծառայողները մարզվել։ Դեմոկրատական կուսակցությունից Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Քամալա Հարիսն իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփին անվանել է ֆաշիստ, որը ձգտում է իշխանության։ Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին Հարիսը չպլանավորված ելույթով հանդես է եկել Վաշինգտոնի իր նստավայրում, պատճառը Թրամփի շտաբի նախկին ղեկավար Ջոն Քելիի հայտարարություններն են այն մասին, որ Թրամփը դժգոհել է իր մոտ գեներալների բացակայությունից, որոնք հավատարմության երդում են տալիս իրեն այնպես, ինչպես զորահրամանատարները Հիտլերին նացիստական Գերմանիայում։ Դոնալդ Թրամփը դառնում է ավելի անհավասարակշիռ եւ անկայուն։ Երկրորդ ժամկետի ընթացքում Ջոն Քելիի նման մարդիկ այնտեղ չեն լինի, որպեսզի պատնեշ դառնան իր հակումների եւ գործողությունների դեմ, ասել է Հարիսը։